International TV եթերում ամերիկյան երեկոյան լրահոսն է ձեզ հետեմականն է բարև ձեզ։ Ինչ է սպասվում հունվարի 15-ին ԱՄՆ-ում ծանոթանանք միասին։ Քաոս Մինեսոտայում, Նյու Յորքում անհայտ անձը հարձակվել է մետրոյի աշխատակցի վրա։ ԱՄՆ-ն մեկ այլ ռազմական նավատորմ է հայտնաբերել։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը մեղադրում է Ուկրաինայի նախագահին, իսկ Պուտինն իր հերթին իբրև թե պատրաստ է խաղաղության։ ԱՄՆ-ում բացվել է համաշխարհային նոր ավտոսրահ։ Նյու Յորքում անհայտ անձինք ներխուժել են խանութ-սրահ և վախեցնելով աշխատակիցներին թալանել։ Խանութ-սրահում տեղակայված էր $100,000 արժողությամբ հին հավաքածուներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։ Մինեապոլիսում ցույցերի ժամանակ կտրուկ իրավիճակը վատացել է։ IRS-ի աշխատակիցները շարունակում են ձերբակալությունները։ Նրանք կրակել են քաղաքացիներից մեկի վրա, ըստ նրանց փորձել են կանգնեցնել նրան, սակայն նա շտապել է փախչել։ Նախագահ Թրամփը այս ամենը որակել է վատ մարդկանց հատուկ ցանկության արդյունք և հավելել, որ շարունակության դեպքում հատուկ զոր կտեղադրի այնտեղ։ Միչիգանի Դեթրոյթ քաղաքում բացվել է համաշխարհային ստանդարտներին համապատասխան ժամանակակից ավտոսրահ։ Հունիսի 14-ի համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք վաղը։ Եթե ուզում եք լինել տեղեկացված, շարունակեք հետևել International TV լրահոսին։ Ցտեսություն։